Զինվորների հերթական խումբն է, որ շտապում են իրենց մասնակցություն ունենալ համահայկական նախաձեռնությանը։ 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներն են, որ ցանկացել են որպես ուխտատեղի մխիթարանքի ու հույսի ճանապարհ բռնել հատիսի բարձունքը։ Յուրաքանչյուր ցանկություն առաջարկում մտահղացում, որ գալիս է նրանցից, առաջնահերթ է կյանքի կոչվում։ Գագիկ Ծառուկյանը մշտապես արցախցիների 44-օրյայում զոհվածների հարազատների կողքին է։ Պետք է մխիթարվեն հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած մարտիկների երեխաներով, գտնեն ապրելու ու վերածննդի ուժ։ Փրկչի արձանը նաև այս գաղափարախոսությամբ է կառուցվում։ Պարոն Ծառուկյան, տարիներ առաջ, երբ որ 91-ի հետ կապված որոշեցինք, որ հերոսների բալիկներին պիտի կազմակերպենք, տանենք Հանքավան, անգամ կազմակերպեցինք։ Այստեղ նաև այդ երեխեքն են։ Այս ընթացքում մենք ծնողների հետ բարեկամացել ենք, ընկերացել ենք, հենց իրանց նախաձեռնությունն է եղել, որ ուզել են գան, տեսնեն, բարձրանան։ Կորուստը հետ սպինկա, ով ինչ անի, դա մնալու է ընդմիջ մինչև կյանքի վերջ, բայց թեթևակի մխիթարանքը գոնե մարդը մի պա թեթևանում է, որ գնահատում են։ Ոչ մեկին, ոչ մի բանով չես կարող զարմացնել։ Հայ ժողովուրդը պարտավոր է հարգելու, գնահատելու։ Ձեզ համբերություն, ամենակարևորը ինչ կախված է եղել, միշտ պատրաստ եմ ցանկացած հարցով, բայց հիմնական այսօր խնդիրը, որ ավելի գլոբալ է։ Սեն շարունակվի, նույն Արցախի պատմությունն լինելու, հավատացեք ինձ։ Այսօր այս վիճակին ենք հասել, բայց ելի կարող ենք միասնական մեջները սուղել, որ աշխարհը մեզ հարգի։ Հավաքվածների հետ դարձել են հարազատ ու բարեկամ։ Գագիկ Ծառուկյանն առաջարկում է բարձրանալ լեռն ու իրենց լուման ունենալ արձանի կառուցման գործում, սեփական աչքով տեսնել տիտանական աշխատանքը, որ անգամ ձմռան սառնամանիքին չի դադարել։ Ուզում եմ շուտ կառուցվի, ավելի արագ լինի, որտեղ սաղ աշխարհը սպասում է ամեն օր զանգեր դրսից, ամեն ինչ թողած, առաջ երթին օրը երկու անգամ բարձրանում ենք, հետևում ենք, հիմա որ դուք էլ բարձրանաք կզգաք, ինչ աշխատանքա տարած, սա առաջին ստանցիան է, որ ճոպանողին այնտեղից արդեն բարձրանալու է 6 կիլոմետր։ Վերև աշխատանքները կատարվում են, ամբողջ զոներ աշխատել են, հիմա մարդկանց քանակ ավելի շատացել ենք եւ ամենակարևորը հոգի կա, շունչ կա։ Հիմա որ բարձրանաք, կզգաք, կտեսնեք, որ ամենալավը, ամենաճոխը, հոգի հարազատ, անպայման ուզենալու եք մի ամիս հետո 20 օր հետո նորից գալ։ Չես էլ կարող պատկերացնել այսքան աշխատանք ոնց հնարավոր, որ այդ 18 ամբողջ է կատարվում։ Մարդը պետք է միշտ Հիսուսի արձանը ինչքան մեծ է լինում։ Աշխարհում ամենաբարձրը Ծառուկյանն է կառուցում։ 101 մետր ընդհանուր այդ ամեն ինչն է, բայց հիմնական արձանը 33 մետր է, որը արդեն դա պատրաստ է քաղաքում 3 կտորից, իսկ մնացածը դա լինելու է արդեն այդ ապաստամենտը, որ մենք կառուցում ենք։ Հիմա արդեն մենք մոտարապես 15 մետր կառուցել ենք, հեսա մի հատ 18-ը ու դրանից հետո հենց պատրաստ եղա բարձանը կբերենք կտեղադրենք։ Բացմանը կգաս, չէ՞։ Իհարկե։ Մոնումենտալ այս կառույցը լինելու է յուրաքանչյուր հայի հպարտությունը։ Հայաստանը աշխարհին ներկայացնելու արժանի այցեքարտը, վստահ է Գագիկ Ծառուկյանը։ Մենք ունենք մեծ պատմություն, առաջի քրիստոնեազն ենք, ունենք 132 կաթողիկոս, երկրորդ հարկը ամբողջը թանգարան են լինելու, աշխարհին ներկայացնելու, որ հազարամյակների պատմություն ունենք, մենք հզոր ազգ ենք։ Պարոն Ծառուկյան, նախ ողջունում ենք ձեզ։ Շնորհակալություն, որ հանդիպեցիք, ժամանակ տաք։ Մենք սրտակից ընկերներ ենք, ճակատագրով իրար հետ քայլում ենք այս ճանապարհով, բայց նաև մենք ցավը ճանաչելով հանդերձ մենք ստեղծում ենք, արարում ենք, կառուցում ենք ու մեծ սիրով եկել ենք նաև մեր մասնակցելու կամավորական աշխատանքներին։ Սա ուղղակի քար չի, սար չի, արձան չի, սա բնականաբար լինելու է քրիստոնեական հավատքի ուժի խորհրդանիշը։ Մի խնդրանք ունենք, կարող ենք գնալ ու արձանը նաև տեսնել։ Այո, կազմակերպել գնացեք, անպայման բացմանել, կհրավիրենք ձեզ, անպայման գնաք, հրաշք է լինելու, որ ամբողջ աշխարհը դա Հայաստանը իր ամեն ինչով առաջին տեղում է լինելու, որ գալու են, տեսնելու են, մեծարելու են, իսկ կողքի սարի տակ նոյան տապանն եմ կառուցելու։ Կարևորը գործն է, մնայուն գործ, որ անես, կարողանաս կառուցել, քո ազգին ներկայացնես, քո ձեռագիրը թողես, որ միշտ հիշեն։ Այսօր ամենակարևորը մարդիկ լավ բաներ երբեք չեն մոռանա։ Հիմա դուք աղոթները ձեր շուրթերին, ձեր ցանկությամբ բարձացեք վերև, անդե ձեզ սպասում են, քար կդնեք, ցեղ կլցնեք, իրար հետ մտաղված կիսեք, կարևոր ցող դեր նպատակները
իրականություն դառնա ու ձեզ հավաստագրեր կտան, որ դուք մասնակից եք արձանի կառուցման, որ փոր կլինի, ծոր կլինի, բոլորին ներկայացնելով, որ դա կառուցել ենք մեր հայ ժողովրդով միասին։ Թող Աստված պահպան լինի մեզ, մեր ժողովրդին, մեր բոլորին։ Խաձեռնությանը։ Մի փոքր մասուն կա իմ տղայիս որ ունելու ժամանակ, երբ որ բանը դատիվանքից ընդհանրից եկեղեցուց ենք վերցրել Հայաթի հողնումը, դժվար չգիտեմ էլի գնացող լինի թե չէ, դրա համար որոշեցի բերենք ստեղ։ Շնորհակալություն շատ այս հնարավորությունը մեզ ընձեռելու համար։ Մեծ հավատով ենք եկել, մեծ հույսով, ցանկացած հարցով, երբ մենք դիմել ենք պարոն Ծառուկյանին, մենք միանգամից ստացել ենք դրական արձագանք, ինչքան էլ որ խնդիրը դժվարին է եղել, բայց երբ միշտ նա մեր կողքին է եղել, մեր ընտանիքների կողքին է։ Կառույցը մեծ օղակադառնալու մարդկանց համար, միավորելու, բարություն, համերաշխություն, հույս, հավատ սերմանելու համար։ Հերոսի քույր եմ, կին եմ, Արցախից եմ, այստեղ իմ երազանքն եմ պահել, շատ շնորհակալ եմ, շատ ուրախացել եմ, որ կարողացել եմ մասնակցել։ Աստծո տուն ենք բարձրանում, մեր փոքրիկ ներդրումներ մենք էլ ունենանք մեր երեխաներով։ Առաջին անգամ ենք այստեղ ու էմոցիաները ուղղակի անբացատրելի են։ Հաստատ էլի կգանք հաջորդին մեր մի տարեկան որդու հետ։ Սա մեծ պատիվ է, որ մենք այստեղ ենք։ Շատ մեծ ապրեցնեն, վաղվա օրվա հանդեպ հավատն է շնչեն։ Միասին անցել են հետպատերազմյան արհավիրքը, միասին էլ կիսում են հացի պատառը։ Հատիսի բարձունքում դեռ շատ ուրախություններ կունենան նշելու մարդիկ, իսկ հիմա ծննդյան տարեդարձ է։ 2500 մետր բարձրության վրա առաջին ծնունդն է այստեղ, որ մենք նշում ենք։ Շատ ապրեք, շատ շնորհակալ ենք պարոն Ծառուկյանին, մեծատառով մարդ, հայի կողքին, միշտ արժանապատիվ հայ։ Իմացեք բոլորդ ժողովուրդ ջան, որ ցանկացած պահի մենք ձեր կողքին ենք, որովհետև մենք գիտակցում ենք, որ եթե այսօր մեր երկրում կան մարդիկ, ովքեր պիտի լինեն ուշադրության կենտրոնում միշտ, այդ առաջինը դուք եք։ Հատիսից հետո հերթախոստացված արվեստանոցինն է։ Հիացմունքի խոսքեր դժվարանում են գտնել։ Ուրախ են, որ իրենք էլ մինչև արձանը հատից բարձրացնելը կտեսնեն այն։ Իրականում ամենամեծ ու կարևոր շնորհակալությունը հայտնենք պարոն Ծառուկյանին նման մեծ նախաձեռնության համար, քանի որ ով գտնվել է այստեղ, տեսել է մեծությունը, չափերը, անբացատրելի է այդ զգացմունքները իրականում, այն որ պարոն Ծառուկյանը միավորեց աշխարհի բոլոր հայերին,
ներկայացնելով մեզ որպես առաջին քրիստոնյա ազգ։ Իսկապես ես շատ հիացած եմ այս արձանով, իրական կյանքում առաջին անգամ եմ տեսնում եւ ինչպես սպասում է, այդպես էլ եղավ այդ զգացողությունները, հիանալի է եւ այդ սիմվոլիզմը բարձրության հետ կապված 33 մետրը եւ այն, որ ամենաբարձրն է լինելու, դա մեծ հիացմունքի եւ շնորհակալության արժանանում։ Մտքից սկսած, իրագործումով վերջացրած, ֆանտաստիկա եւ բարիություն։ Ոնց կարելի է ուրիշ կերպ այս ամեն ինչին վերաբերվել։ Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի համար սա շատ կարեւոր սիմվոլ է լինելու եւ մենք սկսում ենք նոր ճանապարհ անցնել հիմա։ Ես հույս ունեմ, որ սա կլինի Աննկարագրելի է այս տպավորությունները, իրոք հրաշք է, որ մենք կարողացանք գանք տեսնել այս տպավորությունը, այս էմոցիաները չեմ կարող ասել անկեղծ ինչ եմ զգում այս պահին, իրենից, իր ընտանիքից, որ կա, որ միշտ մեր կողքին է։ Ահռելի մեծ աշխատանք է սկսած նախագծումից մինչև սենց իրականացում, ինչպես ասում էր պարոն Գագիկ Ծառոկյանը, մենք լինելով որպես առաջին քրիստոնյա ազգ, մենք պետք է այս հավատի միասնական արձանը ունենայինք, սա ոչ միայն արձանը մեզ համար, այլ հավատքի, միասնության, հայության խորհրդանիշ է լինելու։